Գյուղատնտեսներն ամփոփում են անանձրև ամռան արդյունքները, հատկապես կարտոֆիլի մշակությամբ զբաղվողներն արձանագրում են 1 հեկտարից միջին հաշվարկով 25 տոննա բերք են ստացել։ Դժգոհ չեն, բայց նշում են նախկինում բերքատվությունը շատ ավելին էր։ Հիմա հողի կենսունակությունը փորձում են ցանկաշրջանառության միջոցով ապահովել։ Գյուղատնտես Անդրանիկ Առաքելյանը 10 հեկտար կարտոֆիլ է մշակել։ Ցանկատարածություններն անցած տարիների համեմատ կրկնակի նվազել են։ Հողերը արդեն սննկացել են, առաջ տանում ենք 40 տոննա հեկտարից, իսկ հիմա միջին բերքատվությունը 25 տոննա է։ Իսկ 25 տոննա իր ծախսերը, որը հաշվում ենք, այս պայթրճամ կազմում է այն ինքնարժեքով իմի ծախում ենք 120 դրամ։ Այն տարիները ցանել է մինչև 20 հեկտար, 30 հեկտար, այդպես ցանել ենք։ Իսկ հիմա այս տարի արդեն իջացրինք 10 հեկտար։ Գլոբալ տաքացման հետ կապված, պլյուս ջրի պակասության հետ կապված ունեմ 4 հեկտար կարտոֆիլ, 6 հեկտար ցորեն, բայց անցած տարի շատ ունեի ցանած 10 հեկտար կարտոֆիլից 250 տոննա կարտոֆիլ ու կարամ ասեմ համարյա 100 տոնն լրիվ մնաց վերջում ծախեցինք անասնակեր։ Հողերի մեջ էլ սնունդ չկա։ Այս տարի երաշտի դեպքում մենք որ ջուր չեղավ, էլ բուսականությունն ինչ շատ վատ է։ Տարվա ընթացքում անձրևների պակասը էական ավելացրել է գյուղացու ջրի ծախսը։ Հույս ունեն գոնե բերքի իրացումից հետո որոշակի եկամուտ կունենան, իսկ իրացման խնդիր չունեն, թեև ամբողջովին ներքին շուկայում են իրականացնում վաճառքը։ Վաճառքը հիմնականում Երևանում է, մեկ էլ Վանաձորում ենք ուղարկում։ Տարբերությունը նա հետաքրքիր է, չէ՞, ասում ես Վանաձորն էլ լեննականն կպած, որ կարտոշկի շտեմարանն նաև ընդ է, բայց մեր կարտոշկին իրականում, որ ասում են մարտունակարտոշկին համով է, իրականում շատ համով է։ Վրաստանել են գրկել կարտոշկին, Ռուսաստանել են գրկել, 2 տարի է ինչ որ դուրս չի գալիս։ 2024 թվականին ամբողջ Հայաստանի տարածքից, Հայաստանի Հանրապետության տարածքից կարտոֆիլ արտահանվում էր Ռուսաստանի Դաշնություն։ Այս տարի, ասենք, այս կոնկրետանամ մեր Գեղարքունիքի մարզի վրա, այս տարի մեր մոտ դեռ ներքին շուկայում արդեն վաճառում է, ապրանքային խոշոր կարտոֆիլը գրեթե արտահանվել է գինը 120-ից 130 մինչև 150 դրամի սահմաններում վաճառքի գինը։ Այս պայդրությամբ չունենք, նման խնդիր չունենք իրացման հետ կապված։ 2025 թվականի ընթացքում կարտոֆիլի ցանքատարածությունները մարզում կատարվել է 5566 հեկտար տարածքի վրա։ Ընդհանուր ստացել ենք 117240 տոննա, միջին բերքատվությունը կազմում է 210 ցենտներ։ Այս տարի բերքատվությունը բարձր է անցած տարվա համեմատ։ Պակաս ցանած ցանքատարածությունները արդեն բերքատվությունը լավ է, լրացնում է եւ ունենք կարտոֆիլի ավել ստացած քանակ 77 տոննայով։ Մարզպետի աշխատակազմում ասում են կարտոֆիլի ցանկատարածությունը 125 հեկտարով կրճատվել է, բայց գոհ են բերքի ինչպես որակից, այնպես էլ քանակից։ Պակաս մշակությունը հիմնականում կապված է ցանկաշրջանառության կիրառման հետ, որը գյուղատնտեսության ոլորտում կարևոր պայման է։ Ավելացնեմ նաև, այստեղ նաև ուրույն տեղ ունի բուսաբուծության աջակցության ծրագիրը, որտեղ որ մենք ունենք թվում է շահառներ, որոնք օգտվում են բուսաբուծության աջակցության ծրագրից, խոսքը վերաբերում է գանանացան մշակաբույսերի ցանկատարածություններին, որը նպաստում է այլ գյուղացուն խթանը հանդիսանում, որպեսզի ինքը կարողանա եւ ցանկաշրջանառություն կիրառի եւ ասենք ինչու՞ չէ, նաեւ գանանացան ցորենի մշակությամբ զբաղվի։ Վարդենիկում եւս օգտվել են բուսաբուծության աջակցության ծրագրից, որի երկրորդ բաղադրիչը աշնանացան ցորենի սուբսիդավորումն է։ 1 հեկտարի համար 80 000 դրամ։ Վարդան Հովհաննիսյանը 40 հեկտար աշնանացան ցորեն է ցանել, բայց սուբսիդավորում ստացել է միայն 16 հեկտարի համար։ Թե ինչն է պատճառը, նշում է։ Երրորդ կարգ հողերը ամեն ընտանիքին 3000 մետր։ Դրանով մենք չենք կարող աշխատել։ Ուղղակի մենք որ աշխատում ենք գյուղացիները հողի վրա, ով որ թողել գնացել է խոպան դուրս են գնացել, այդ հողերը մնացել է, մենք վերցնում ենք ցանում ենք։ Այդտեղ հիմա պետություն ասում է իրանց վկայականները պետք է վերցնեք, բերեք, իրանց վկայականները 30-40 հոգի մարդ է։ Ում վկայական վերցնեմ, ում վկայական բերեմ։ Գոնե ինձ անել, որ համայնքապետը մի հատ տեղեկանք տար, որ այս մարդը այդ 20 հեկտարին ասենք թե տիրապետում է։ Մեզի արդեն հասանելի չի, քան որ հողերը մեր սեփական չի, վերցրած հողերը։ Տերերս թե չեն, որ վկայական վերցնեն։ 2025 թվականին, 2026 թվականի բերքի համար արդեն իսկ 3000 հեկտարով ավել ցանկատարածություն ունենք, այս պայդրությամբ։
Եթե համեմատական անցկացնենք 2025 թվականին, 2025 թվականի մարզում ունեցել ենք ընդհանուր առմամբ 10194 հեկտար աշնանացան, բայց հիմա ի շնորհիվ բուսաբուծության աջակցության ծրագրի մենք ունենք 13356 հեկտար։ Գյուղատնտեսական բազմաթիվ ծրագրեր ունենք, բայց հիմնականում գյուղատնտեսական տեխնիկայի աջակցության լիզինգի ծրագիրը, որը շատ արդյունավետ է եւ ֆերմերների հետ ենք խոսել, որոնք շատ շնորհակալ են տվյալ պայմաններից եւ տրամադրված տեխնիկաներից։ Գյուղտեխնիկայի խնդիր գյուղացիներն էլ են փաստում չունեն։ Պարբերաբար պարկը թարմացվում է ոչ միայն լիզինգային ծրագրերի շնորհիվ։ Անդրանիկ Առաքելյանն օրինակ մի քանի տարի առաջ մեծ քանակի տեխնիկա է ստացել ԱՄՆ զարգացման գործակալության աջակցությամբ։ Վարդուհի Արզումանյան, Հովհաննես Քյոսեյան, լուրեր։